Պարոն Դանիելյան, ԵՄ ինտեգրման վերաբերյալ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Հայաստանը Եվրոպական միության անդամ չդառնա, միևնույն է շահած դուրս կգա։ Հայաստանը չի պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել Եվրամիությանն անդամագրվելու համար։ Ինչպես է գնահատում այն հայտարարությունը, որ Հայաստանը ԵՄ անդամ չդառնալու դեպքում էլ շահած դուրս կգա։ Հայտարարությունների մեծ մասը դեմագոգիկ են, ամբողջաբար են եւ նրանց մեջ բանցան գտնելը շատ դժվար է։ Ինքը արդեն տարի իշխանության է եւ այդ տարվա ընթացքում ինքը հստակեցել է, որ կլինեն բարեփոխումներ արդարադատության ոլորտում եւ 8 տարի հետո ինքը դժգոհություն է հայտնում այդ համակարգից, որ հաշվետվողական չեն, թափանցիկ չեն եւ այլն։ Այսինքն սա աբսուրդի ժանրից է, որը տրամաբանությունը դժվար է հասկանալ։ 8 տարին բավական է այդ ռեֆորմներ անել, բայց իրականում մենք տեսնում ենք ճիշտ հակառակը, մինչև իրեն դատական համակարգը ավելի հարաբերական անկախ է, ավելի արդյունավետ է, քան հիմա։ Հիմա այդ հայտարարությունները ինչ է նշանակում, դժվար է հասկանալ։ Իսկ հնարավոր է միաժամանակ պահպանել ԵԱՏՄ անդամակցությունն ու առաջ տանել եվրոպական ինտեգրումը։ Ինչը այս պահին փորձում է անել։ Գիտեք ինչ, եվրոպական ինտեգրումը, նայած ինչ ենք մենք դրատակ հասկանում։ Եթե Եվրոպությունը աջակցում է ինչ-որ ռեֆորմներ իրականացնել, դա եւ մինչեւ 18 թվականն է եղել, դա շարունակվել է, այդտեղ ես կարծում եմ, որևէ ինչ-որ խնդիր գոյություն չունի։ Բայց հարցը այն է, որ դա ներկայացնում է այնպես, որ Հայաստանը հնարավոր է դառնա Եվրոմիության անդամ, ինչը անհետեթություն է, ինչը հնարավոր չի։ Եվրոմիության անդամ չդարձավ ժամանակին Վրաստանը, որը գոնե սովային առումով Եվրոմիության հետ սահման ուներ։ Ուկրաինան տեսնում ենք ինչ է եղել եւ այդ որ դրա միջոցով հանրությանը ուղղակի ապակողնորոշվում է, որ հույս են տալի, որ ԵԱՏՄ-ից դուրս կգանք Եվրոմիություն եւ այլն, բայց այդ ամբողջաբար հայտարարությունները, ինչպես տեսնում ենք, վնասներ են բերում հանրությանը, դրանով նվազում է Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը, որտեղ անվստահություն է առաջանում։ Դա ավելի վատ հետևանքներ կունենա մեր տնտեսության համար, բնականաբար Եվրոմիության անդամ մենք երբեք չենք դառնալու, առավել ևս հայտնի չի, թե Եվրոմիությանը ինչ ճակատագիր է սպասում։ Այնուամենայնիվ դեպս Ֆրանսիայի նախագահ տարակուսում է, թե 5 տարի հետո բացի Եվրոմիություն կլինի, թե չի լինի։ Ուրեմն հարցը կարճ է, եթե Եվրոմիությունը աջակցում է ինչ-որ ծրագրերին, բնականաբար դա դրական մոտեցում է, բայց հանրության ապակողնորոշվելը, որ մենք կարող ենք Եվրոմիության անդամ դառնալ, իհարկե դա դեմագոգիա է եւ ցավոք սրտի հանրության մի հատված դրան կարծես թե սկսել է հավատալ։ Եվ սահմանադրության վերաբերյալ այսօր նշել է, որ ՀՀ-ում դատական եւ արդարադատության համակարգերը հիմնականում օրգանական կապ չունեն իշխանության բարձրագույն աղբյուրի ժողովրդի հետ։ Հարցը պետք է լուծել առաջիկայում նոր սահմանադրություն ընդունելով։ Այսինքն, ինչն է ուզում փոխել, եթե այժմ էլ տեսնում ենք, որ որոշ դատավորներ այս պահին նաեւ ենթարկվում են իրեն։ Նախ սկսենք դրանից, որ դատական համակարգի եւ ժողովրդի կապը դա անհետեթություն է, սա էլի հերթական դեմագոգիան է, հանրությանը ինչ-որ կամ հանրության մի մասին դուր գալու համար։ Դատական համակարգը եւ ժողովուրդը իրար հետ կապված չէ, որտեղ դատական համակարգը գործում է ելնելով օրենսդրությունից, այլ ոչ թե ժողովրդի կամքից։ Այսինքն դատավորը որոշում ընդունում է, ոչ թե նայելով թե ժողովուրդը ինչպես կվերաբերվի այդ որոշմանը, թե ինչպես կարգավորումներ կան օրենսդրական։ Այսինքն սա հերթական դեմագոգիան է, որը որևէ բովանդակություն իր մեջ չունի։ Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին սահմանադրության փոփոխելուն, բնական է մենք հասկանում ենք, որ սահմանադրության փոփոխելու պահանջը Ադրբեջանից է գալի եւ ինքը այդ սահմանադրության փոխելու